Մատթեոս 9-րդ գլուխ 27-րդ համար։ Հիսուս այն տեղից անցնելուց մի տեղով մի քաղաքով անցնում էր, երկու կույր նրա ետևից գնում էին, աղաղակում եւ ասում. «Ողորմիր մեզ, որդի Դավթի»։ Եվ երբ որ տուն մտավ, կույրերը նրա մոտ եկան, եւ Հիսուս նրանց ասաց. «Հավատում եք, թե կարող եմ անել»։ Եվ դուք պատկերացրեք, կույրերը ասային, չէ, չենք հավատում։ Հիմա կարդամ, լսեք, եւ մենք մի հատ տարբերակ մեր համար կդնենք։ Ինչ կլիներ այդ դեպքում։ Այո Տեր, պատասխանեցին, այո Տեր, հավատում ենք։ Այն ժամանակ նրանց աչքերին դիպավ եւ ասաց. «Ձեր հավատքի պես թող ձեզ լինի»։ Եթե նրանք ասեին, այո, հավատում ենք, բայց չհավատային, կբժշկվեին։ Եթե ասեն չենք հավատում, Տեր Հիսուս չէր դնի ձեռքը աչքերին։ Լսում եք։ Կամ հնարավոր է եղել են դեպքեր, որ խնդրել են Տիրոջը, ասել են աղոթի մեր անհավատության համար։ Մի տղայի հայր էր, որ այդ տղան դիվահար էր, եւ այդ հայրը լացակումած ընկավ Տիրոջ առաջ, ասեց. «Տեր, օգնի իմ անհավատությանը»։ Լսում եք։ Սա ուրիշ բան է։ Բայց եթե մեկը ասի, չէ, չեմ հավատում, ո՞նց հավատամ։ Փաստորեն երկուսն էլ բացարձակ կույր էին։ Ուրեմն եթե ասեն չենք հավատում եւ չփնտրեին հավատք, Տերը չէր կարող դնել, որտեվ չէր կարող ասել ձեր անհավատության անունով ասում եմ բժշկվեք։ Երկրորդ բան, եթե ասեին այո հավատում ենք, հիմա քննական պահ լինելու։ Հեսա քիչ հետո, վարկյան հետո Տերը ձեռք է դնելու եւ ասի ձեր հավատքով բժշկվեք։ Իսկ եթե չեն հավատում, պրոստը ասեցին։ Ինչ կլինի։ Ոչ մի բան։ Դուք ինձ լսում եք։ Սա ինձ դաս է տալիս։ Տերը դաս է տալիս։ Տերը տալիս է դաս կույրերին, Տերը տալիս է դաս ինձ։ Մեզ բոլորիս է դաս տալիս։ Ձեռքը դնում է, չի ասում իմ շնորհիվ բժշկվի։ Այո, ինքը կարող է բոլորին բժշկի, բայց ինքը ձեռքը դնում ասում է, այն քո հավատքով, որ քիչ առաջ ասեցիր, այ դրանով բժշկվի, եւ մարդը բժշկվում է։ Տեսնես ինչ հետաքրքիր է։ Մենք անցած շաբաթ օրը խոսեցինք մի կնոջ մասին, որը իր ներսում որոշել էր, եթե հասնեմ Տեր Հիսուսին, ամբողջի մեջ էր Տեր Հիսուսը, եթե հասնեմ եւ ձեռքս կպնի նրա հանդերձի ծայրին, ես կբժշկվեմ։ Ինքը տենց էր որոշել։ Ում հավատքն էր դա, հենց այդ կնոջ հավատքն էր, որ եթե ես հասնեմ, կբժշկվեմ, մտածի ինչը դու ճիշտ չես վերցնում, որտեղ հավատքդ շատ կայուն ու ամուր չի դառնում, ինչն է ծղոտի փայտի, որը չի հասնում մինչև վերջ, ինչը քարի ամուր չի, որ ոչ կասկածի անձրևը, ոչ փոթորիկը վատ մտքերի չկարողանան քեզ հեռացնել։ Ինձ համար զարմանալի է այս բանը, եւ գիտես, Տերը քայլում էր եւ իր հետևից գալիս են երկու կույրեր, գիտես, որ կույրի համար քայլելը շատ դժվար է, նա չի տեսնում։ Միգուցե Տիրոջ ձայնի հետևից էին քայլում, որ այդ մասին խոսել ենք, նրանք կարողացել էին զատեն Տիրոջ ոտքի ձայները, Տիրոջ խոսակցականը, Տիրոջ շնչառությունը միգուցե եւ քայլում էին Հիսուսի հետևից։ Դու պիտի կարողանաս զատես այս խոսքը մնացած տարբեր հեքիաթներից։ Լսում ես։ Կարող է պատմածը շատ ավելի հետաքրքիր լինի, բայց Աստծո խոսքը չլինի։ Դու պիտի կարողանաս լսես ուշադիր, որ հասնես նրա։ Երբ որ գնացին հասան տուն, որ դու հասնես իր տուն, որտեղ ինքը ապրում է, միշտ տեղ է։ Դու ինձ հասկանում ես։ Հասնել նրա տուն նշանակում է նրան բավարար ճանաչել։ Այս կույրերը փոխանակ վիրավորվեին իրենց սրտի ներսում, սրտի մեջ ու ասեն, սենց մարդ չենք տեսել կյանքում, հետևից ձայն ենք տալիս, ողորմի մեզ, դուք հասկանում եք, ոնց որ կույրը եկել է կարմիր լույսի տակ, պիտի անցնի եւ ձայնը տալի օգնեք ինձ եւ մարդիկ անցնում են գնում են, ինչքան վատ կնայես, չէ, երևույթին ինչքան վատ կնայես, Տեր Հիսուսն է սիրելներ,
Տիրոջ հետևից քայլում են ու կանչում, ողորմի մեզ։ Եվ ինքը չի կանգնում։ Ինչի՞։ Այ որ այս երկու կույրերի մեջի հավատք երևա, այ որ այս երկու կույրերի մեջի շինանյութը պարզ լինի, ով են սրանք։ Սրանք ասում են, մենք քեզ ճանաչում ենք, դու Դավիթի որդին ես։ Այսինքն, իրանք ասում են, մենք գիտենք, որ դու Հիսուս Քրիստոսն ես։ Կարող է ամբողջ Հրեաստանը քեզ չի ընդունում, մենք գիտենք դու ով ես։ Դե որ գիտես, չես վիրավորվի։ Դե որ գիտես, չես ըմբոստանա, ես էլ չեմ կանգնում, քո կարծիքով ես էլ սխալ եմ վարվում, դե գնում եմ, դե եթե դու հետ ես, կգաս մինչև վերջ։ Սիրելի հոգևորներ, ինչ որ բան ստանում եք ստեղից, ասեմ, որ Աստծո հոգին է ինձ այս բաները ուղղակի թելադրում։ Դե եթե դու են ես, որ դու ասում ես, որ դու հետ ես, դե պուճուրիկ փորձությունը անցի, այս մարդիկ ասում են, մենք գիտենք դու ով ես, մենք հոգևորներ ենք, դե որ հոգևոր ես, մինչև վերջ արիմ հետևից, դե արիմ հետևից, ոնց ես քո հետևից գամ, կողքից ձայներ կան, իսկ դու կարծում ես հասարակությունը տեղ կարծիք չուներ, չէին ասում, այս ինչ անխիղճ մարդ է, չէին ասում, այդ տնաշեններ թասիբ ունեցեք, ինչ եք դրան այդքան խնդրում, չեք տենում, բանի տեղ չի դնում, այդքան էլ հեշտ չի Հիսուսի հետևից գնալ իրականում, հեշտ է բոլորը, որ ասեն, կամ ձևացնեն, թե հոգևոր են, կամ որակյալ շատ բարձր մարդիկ են, հեշտ է այդ, բայց Տիրոջ տուն հասնում են քչերը, և նրանց այոն, այո լինում է, շատ քչերինը, եթե ասել է այո, ուրեմն այո է, եթե ասում է ոչ, ուրեմն ոչ է, էլ ուրիշ բան չկա սրտի մեջ։ Ես օրհնում եմ քո անունը, որ դու իրական Աստված ես։ Ամեն։ Ամեն։ Հիսուս այնտեղից անցնելիս երկու կույր նրա ետևից գնում էին, աղաղակում էին եւ ասում. ողորմիր մեզ, որդի Դավթի, եւ ոչ մի ձայն Հիսուսի կողմից։ Եվ երբ որ տուն մտավ, ոչ էլ բակ, գնաց մտավ տուն, կույրերը նրա մոտ եկան։ Հիսուս նրանց ասաց. նրա մոտ կարծում եմ հենց տուն էլ մտան, հենց տուն, որտեղ չի ասում եկան բակ, Հիսուս դուրս եկավ, ամեն մանրամասը կարևոր է ինձ համար։ Գնացին նրա մոտ, առանց նեղանալու, առանց գայթակղվելու, առանց կասկածը, որ հադը մեկա չի լինի էլի, ոչ մի ուրիշ բան, մինչև վերջ։ Ես աղոթում եմ, որ տենց մինչև վերջ լինեմ, որ հարցում, որ կույր եմ, որ հարցում, որ չեմ տեսնում, դառնամ տենց, մինչև Հիսուսի տուն գնամ, մինչև իր մոտ գնամ և խնդիրները այլ դառնան։ Գիտես, որ Աստծո մարդը Աստծո հետ քայլելով դառնում է հեռատես, ոնց որ Աստված ամենատես, Աստծո մարդը դառնում է հեռատես, բայց տեղեր կա, որ մեր աչքերը էլ չի տեսնում։ Այդ չգիտես, այ ինչ անես, ես տենց այնքան ոլորտներ եմ անցել, որ չգիտեմ ինչ անեմ, որտև հազարների եմ առաջնորդում, որ չգիտեմ հիմա ինչ անեմ Տեր, եւ ես կարիք ունեմ, գնամ իր հետ մինչև վերջ։ Կույրերը նրա մոտ եկան եւ Հիսուս նրանց ասաց. հավատում եք, թե կարող եմ այդ անել։ Նրանք էլ ասացին, այո։ Նրանք չասացին, բա որ չհավատանք խենք, այս շոքին հետևիցդ գալիս։ Գիտես, ընդեղ հովն էլ չի փրկում։ Հրեաստանում այնքան շոք է, որ դու չես պատկերացնի։ Մեր 43-ն էլ հետ տենց չի։ Սարսափելի, ամեն տեղից շոք է։ Իրանք չեն ասում, հետևիցդ գալիս ենք, այդքան մարդիկ հետ ծաղրեցին, ինչ ես տենց հարցեր մեզ տալիս։ Չէ, ասում են, Քրիստոսի նման են այս երկուսը, խոնար են, ամեն բան չեն ասում, պատասխանում են հարցին ուղիղ, և իրանց այոն այոյա, այ շատ եմ ես սիրում, հա ասում եմ, ես գիտեմ, որ քանի որ ուսուցանել եմ տարբեր հաստատություն, գիտեմ, որ ուսյալ մարդիկ սովորեցնում են, ես այդ գիտեմ, դու էլ գիտես, ու գիտես,
Բայց չգիտեի, որ կույրը, որ դպրոցել չի գնացել։ Կույրը, որ հնարավոր է մուրաց կանա, ինչի որտեղ չի կարող աշխատի։ Ես չգիտեի, որ կույրը կարա ինձ սենց դաս տա։ Ես այդ չգիտեի։ Ես չգիտեի, որ փոխանակ ես կույրին դաս տամ, կույրն է ինձ դաս տաց։ Ես այդ չգիտեի։ Բայց սիրով դաս եմ ընդունում, սիրով, որովհետև այս կույրերից ես դաս եմ ստանում, որ գնացին մինչև վերջ։